Բարև ձեզ հարազատներս, այսօր մի հետաքրքիր պատմություն եմ ուզում պատմել, ինչպես մարդ կարողանա իր հոգու վերքերը բուժել։ Չգիտեմ ինչքանով օգտակար կլինի որդեգորույս ծնողներին, հարազատներին, փորձելու եմ մի բաղադրատոմս տալ, ճիշտ է իմ հոգևոր վերքերը ուր են ու ձեր ուր է, կներեք։ Բայց փորձելու եմ կիսվել, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ուրեմն երկու փոքր վիրահատություն ունեի, հիստերոսկոպիա, պոլիպների հեռացում, իջել եմ ճաշարան, տեսա, որ միս է դրած հավի միս, մի խոսքով տարբեր ուտեստներ էին վաճառում։ Հիշեցի, որ չորեքշաբթի ուրբաթ օրերը, դե գիտենք, որ պահքային օրեր են, հիշեցի, որ երեքշաբթի է, միանգամից միս ծաղկակաղամբ ձվով վերցրել եմ ու ուրախ, որ հեսա պետք է ուտեմ, դեմս մի կին է կանգնած դիմացից, նայում է այդ մսին, նայում է ինձ, նայում է այդ մսին, արդեն այդ տեսքից հասկացա, որ պահք է։ Ժողովուրդը չի թողելու ես մեղան, չէ։ Ուրեմն մեկը բացեցի, իրոք տեսա, որ հիսնած պահքն է սկսվել, 50-օրյա պահքը, միջև զատիկը, հետաքրքիր որ ինձ սկզբնական շրջանում պահում էի տարիներ առաջ, բայց հետո որ սկսեցի հաճախել հայ առաքելական եկեղեցի, մեր սուրբ հայրերը թույլ են տալիս մեր տկարությունների պատճառով պահել մենակ վերջի շաբաթը, 30-ից մինչև ամսի 6-ը։ Բայց հիմա մտածում եմ, որ իրոք կարելի է ինձ ոչ մի բան չի խանգարում այս պահքն էլ պահել ամբողջությամբ, մի խոսքով այս ուղղությամբ մտածելու եմ, բայց սա պահքին վերաբերյալ, հիմա անցնեմ վերջերս մի կին եմ վիրահատում, էլի պոլիպեկտոմիա է, ուրեմն ներերակային անեստեզիայի տակ է լինում նարկոզը, այդ վերականգնվելու շրջանում, որ նարկոզից արդեն երակ դեղը չեն ներարկում, գիտակցությունն արդեն տեղն է գալիս, միջև այդ գիտակցության վերականգնումը այդ կինը սկսեց լացել ու մի տղայի անուն էր ասում։ Հասկանալի էր, որ զինվոր է կորցրել, չհասկացա տղային է կորցրել, թորնիկին է կորցրել, բայց հետո որ գիտակցությունը վերականգնվեց, արդեն չէր լացում։ Դրանից հետո փորձեցի մի քանի անգամ մտնել պալատ, որպես բժիշկ ասեմ, որ սենց լացում եք այդ տղայի համար, բան, որ ձեզ հոգեբանի խորհրդի կարիք ունեք, հոգեվորականի խորհրդի կարիք ունեք, որպես բժիշկ դա պետք է ասենք, բայց քանի որ պալատում ուրիշ մարդիկ էլ կային, չկարողացա ասել։ Հիմա բոլորիդ եմ ուզում ասել։ Ուրեմն հոգևոր վերքերից եմ ուզում պատմել, իմս իհարկե շատ հեռու է ձեր ապրած վերքից, ձեր ունեցած վերքից, բայց էլի փորձեմ ասել, ուրեմն տարիներ առաջ, դամնո, սիրահարվում եմ մի տղայի վրա, այդ տղան ուրիշ աղջկա հետ է ամուսնանում։ Այն ժամանակ դե քեզ թվում է, թե աշխարհի վերջն է, որ դա միակ դու ես սենց ապրումներ ունեցել աշխարհում, 50 տարեկանի մոտ հասկանում ես, որ դա բոլորի կյանքում գոնե մի անգամ լինում է։ Ու դե ինչ ես անում, սկսում ես աշխատել, սովորել ու անցնում կյանքդ առաջ, բայց գալիս է ժամանակ, որ պետք է հանդիպեմ իրանց հետ, արդեն ինչ-որ ահագին ժամանակ է անցել, գնում եմ արդեն ընդհանուր ծանոթներ ունենք, ինքը տղան իր կնոջ հետ գալիս է, գնում եմ շատ լավ ժամանակ եմ անցկացնում, գալիս տուն ու վատանում, չեմ հասկանում ինչն է վատ։ Որոշ ժամանակ անց նորից պետք է գնամ այդ միջոցառման, նորից եմ գնում, նորից ենք շփվում, շատ լավ, ամեն ինչը նորմալ, գալիս եմ տուն նորից վատանում ու չեմ հասկանում ինչն է վատ ու այս անգամ արդեն շատ վատ ու որ դե վատ եմ լինում, սկսում եմ ինձ զննել, տեսնամ ինչն է խնդիրս, ինչ պրոբլեմ կա, ոնց է լուծենք, սկսում ինձ հարց է աղջի ջան, ինչ ես ուզում։ Ուզում ես այդ տղուկի նմահանա գա քեզ հետ ամուսնանա, վայ Հիսուս Քրիստոս փրկիր ինձ պաշտպանի, ողորմի ինձ Աստված, ինչ ես ուզում ես այդ տղան կնոջից բաժամի գա քեզ հետ ամուսնանա, վայ Հիսուս Քրիստոս փրկի պաշտպանի, չեմ ուզում։ Ուզում ես այս աշխարհի պատմությունս լրիվ հետ տան, գա այդ տղան քեզ հետ ամուսնանա։ Պատկերացրեք այդ հարցին էլ եմ պատասխանում ոչ, ինչի եմ ոչ պատասխանում, քանի որ դե տղան ինչ ճանաչելով գնում է ուրիշ աղջկա հետ է ամուսնանում, որ աշխարհի պատմությունը հետ տան ինքը չուզելով գա ինձ հետ ամուսնանա, ինչ հաճույք պիտի ստանամ դրան։ Դրան էլ եմ միանշանակ ասում Հիսուս Քրիստոս փրկի պաշտպանի ոչ, բայց վատ եմ ու պիտի հասկանամ ինչն է վատ, որ արդեն իմ հարցերս վերջանում են, գնում եմ սկսեմ ընկերներիս հարցակնել, որ տնավես ինչ եմ ես զգում, կարող է իրանք արդեն ունեցել են։ Մի ընկերուհուս եմ հարցնում, ասում է Լիլ ջան, կարող է
թեթև խանդ ունես, դե ինձ շատ խղճում են, էլ չեն ասում նախանձությունը, թեթև խանդ ունես, որ իր կյանքը դասավորվել է, քոնը չի ստացվել, բան, ճիշտ ասած չգիտեմ, ասում դե որ ասում ես գուցե եւ տենց մի բան է, որովհետեւ չեմ հասկանում ինչա է դες կատարվում, գալիս եմ տուն, սկսում քննել, խանդանախանձաբան, ոնց նման չի։ Մեկին մյուսին հարցնում եմ, տեսնում եմ չէ պատասխաններից չկա, հիշում եմ որ Աստված ունեմ։ Ասում եմ Աստված ջան դու տեղեր ես այդ խնդիրների մեջ։ Հիսուս Քրիստոս մի հատ ինչա կատարվում հետս ու հետաքրքիր է բարբերաբար Աստծո պատասխանները շատ միանգամից են գալիս ու շատ պատկերավոր։ Ուրեմն այն եմ տեսնում, որ սրտից հատվածում մի հատ մեծ վերք է, ոնց որ միտեղից պատռած վերք լինի, ու վրայից այդ ամբողջությամբ այդ վերքի երկայնքով արունա որ չռվում է։ Սուս վերք եմ մանտվել այսքան ժամանակ վրա, ու չեմ իմացել, ինչ պետք է անեմ, վազում եմ եկեղեցի, ծնկի գալիս, սկսում լացել։ Իմ լացելը շատ ուշուշ է լինում, որ սկսում եմ էլի երևի չկարենան կանգնացնեն մի 5 մարդով։ Երևի մի կես ժամ, հետաքրքիր է, որ հիմա ես նստեմ ասեմ, վայ, ես ինչի չեմ ամուսնացել, ինչի երեխաներ չունեմ, փորձեմ լացեմ, մի հատ արդյունք չի գա։ Որ գնամ մի հատ մեղ գործեմ կամ ասեմ Հիսուս Քրիստոս, վայ, ինչ վատ բաներ արեցի, մի հատ արդյունք չի գա, այս շատ վատ բան է, որ չենք լացում։ Բայց հետո որ ինձ խղճացի արդեն մի կես ժամ լացել եմ, святая. В общем, ու տենց լացում եմ։ Կես ժամ լացեցի ու զգացի, որ հա Հիսուս ոնց եմ լացում, դե Հիսուս Քրիստոս լավացրու, հետո ես սա չեմ կարալու ինքնուրույն լավացնեմ։ Ու որ լացում եմ, արդեն հանգստացած վեր եմ կենում, բայց դե վերքս բուժման մեջ է։ Կարևոր ախտորոշումն է, որ հասկանաս, որ դու վերք ունես, սա շատ կարևոր է։ Ախտորոշումից հետո արդեն բուժումն է, բուժումս արդեն սկսվեց եկեղեցում, ես հասկացա, բայց պետքա շարունակել այդ բուժումը, այստեղ կուզեմ մի հատ տեսահոլովակը կանգնացնեք ու ասեք դուք ձեր հոգևոր վերքերը ոնց եք բուժել, որովհետև այս իմաստը, բարև ձեզ, իմաստ է տեսահոլովակները, որ օգտակար լինեն, եթե անիմաստ ունայնություն է դառնում, եթե օգուտ չկա այս տեսահոլովակներից, գրեք ինչպիսի, եթե ուզեք իհարկե, էլի, բուժումը, ուրեմն բուժումը ես գնում եմ տուն ու այդ պահին, երևի էլի Աստծո նախախնամությամբ գնում եմ, որ գնաք նարեկ կարդալ։ Գնում եմ նարեկը բացում եմ ու բարձրաձայն սկսում կարդալ մի գլուխը ինձ համար, մի գլուխը այդ տղայի համար, տղայի անունից իր ընտանիքի համար։ Ինչու՞։ Քանի որ այդ վերքս ոնց որ պատրված վերքերներ, մտածեցի ու կարող է այն կողմից էլ ինչ որ խնդիրներ լինի, հանկարծ ընդեղն էլ լավանա։ Ինչու է տղայի անունից կարդում եմ իր ընտանիքի մասին, մտածում եմ, որ դե որ չի հասկացել, որ կարելի է ինձ հետ ամուսնանալ, հաստատ նարեկի տեղն էլ չի իմանա։ Մի խոսքով մի գլուխ բարձրաձայն ինձ համար, մի գլուխ իր անունից իր ընտանիքի համար։ Ու տենց ու հետաքրքիրն այն է, որ ես նարեկ կարդում եմ 10 տարիներին։ Այդ ահագին երկար ժամանակ եմ նարեկ կարդացել ու ոչ մի բան նարեկում չեմ հասկանում։ Առանձին բառերը լրիվ հասկանում եմ, առանձին նախադասությունները կարդում եմ լրիվ հասկանում եմ, բայց այն չի ընկալում, չեմ այն չի, որ ինչի ես ուզում եմ, իսկ այդ օրը ոնց որ երկինքը բացված ելներ կամ իմ գլխի կափարիչն էին հանել, չգիտեմ, այդ ինչ կարդում ես, ես մտնում էր, մի ուրիշ ձև։ Մի խոսքով ես կարծում եմ, դե վախեցել եմ դրանից հետո գնամ, փորձեմ ինչքանով է բուժումս արդյունավետ, բայց կարծում եմ շատ արդյունավետ է։ Նորից եմ ասում, իմ հոգևոր վերքը ձերից շատ ուրիշ մակարդակների է, բայց փորձեք կարող է ձեզ էլ օգտակար լինի։ Հիմա մի ուրիշ բան եմ ձեզ ուզում կարևոր ասեմ, այն որդեգորույս ծնողներին, հարազատներին, որ լացում եք, իրանց համար չպետք է լացեք, ձեզ համար պետք է լացեք, մեզ համար պետք է լացեք, ինձ համար պետք է լացեք։ Հիմա սա եմ ձեզ փորձելու բացատրել։ Արդեն պատմել եմ, որ վերջերս Սուրբ Անտոն մեծի գրառումներն եմ կարդում ու իր մոտ կյանքի իմաստը լրիվ ուրիշ է, ինչ իմ մոտ էր կյանքի իմաստը, արդեն հիշում եք տեսահոլովակ եմ նկարահանել, որ իմ կյանքի իմաստն եմ բացատրել, հետո ձեր անունից եմ տեսահոլովակ նկարահանել, որ դուք եք գրել ինչն է ձեր կյանքի իմաստը։ Ու Սուրբ Անտոն մեծի կյանքի իմաստը լրիվ ուրիշ էր իր գրառումների մեջ, նա է, որ մենք այստեղ եկել ենք, որ այդ հոգևոր աճ ունենանք, մարմինը մեզ տվել է, որ այս մարմնում հոգևոր աճ ունենանք ու բարձրանանք, որ կարողանանք արդեն հավիտենական կյանքը ժառանգել։ Իմ կյանքի իմաստը մի քիչ ուրիշ էր, որ ես հնարավորինս այս կյանքում կարողանամ Աստծուն նմանվել։
Իսկ Սուրբ Անտոնն ասում է, որ մենք Աստծուն Աստծո նման ենք, այդ բոլոր զենքերը մեզ տված են, ճշմարտությունը, աստվածասիրությունը, մարդասիրությունը, համեստությունը, պարկեշտությունը, դա ամեն ինչ ունենք, պետք չի դա սաղ ունենք, ուղղակի այդ զենքա պետք է հանես օգտագործես։ Մի խոսքով մի քիչ փոխվեց կյանքի իմաստը ու շատ հետաքրքիր է։ Հիմա եթե ըստ ոչ թե եթե հաստատ գիտեմ որ ինքը ճիշտ է ավելի որ մենք պիտի այդ զենքերը օգտագործենք այս հոգին մեր մարմնի մեջ աճի, այդ աճման համար ահագին գործեր պիտի անենք, այսինքն պահքեր պահելա, աղոթելա, բարեգործություններ անել, մի խոսքով ահագին գործեր կան դրա հասնելու ու դուք ինձնից լավ գիտեք ինչ պիտի անեք, որ Աստծո հավիտենական կյանքը ժառանգեք, որտեղ անընդհատ ուրախություն ու երջանկություն է։ Եթե հավատում եք իհարկե, եթե չեք հավատում իմաստ չունի այս ամեն ինչը լսելու։ Այն ուրախությունները, որ մենք այս կյանքում փոքր ունենում ենք, դա ոնց որ մեզ ցույց է տալիս, որ կա հավիտենական կյանք, որտեղ անընդհատ է այդ ուրախությունը։ Ու ամենակարևոր գործը, որ մարդ կարա անի հավիտենական կյանքը ժառանգի, դա իր կյանքը տա երկրի համար կամ կողքինի համար։ Այսինքն, եթե մի մարդ, ոչ թե մի մարդ, որ դեպրեսիա ունի, ուզում է մահանա, գնում է պատերազմում մահանում է, ոչ։ Այն մարդը, ով շատ սիրում է կյանքը, շատ ուզում է ապրել, բայց իր կյանքը ամենակարևոր բանը, ամենաարժեքավորը, միակ բանը ինչ ունենք, դա մեր առողջությունն է ու մեր կյանքն է։ Ու մեր զինվորները տվել են իրենց առողջությունը, մի մասը տվեց, մի մասը կյանքը տվեց։ Ու դա այն վերջն է, այն գագաթնակետն է, որ դրանից հետո միանգամից հավիտենական կյանքն է։ Իմ հասկանալով կարող է շատ տկար եմ, լավ չեմ հասկանում, բայց դրանից ավել բան մարդ չի կարող անի իր հոգին փրկելու համար։ Ու իրանք արդեն հավիտենականությունը ժառանգել են։ Հիմա դուք ձեզ համար պիտի լացեք, որ դուք ինչ եք անում, այդ որ գնաք այնտեղ հանդիպեք, հավիտենականության մեջ միասին լինեք։ Սա է ուզում փոխանցել, մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։